Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Հանրապետություն կուսակցության անդամ Երևանի ավականու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Խաչատրյան։ Տիկին Խաչատրյան, շաբաթ օրը պարզ դարձավ, որ քննչական կոմիտե են հրավիրվել 6 սրբազաններ եւ 1 քահանա, նրանց բոլորի նկատմամբ կիրառվել է արգելելու երկրից բացակայելու արգելքը։ Տեսեք, կրկին փաստաբաններ, որոշ իրավաբաններ, նրանց իրավապաշտպանները եւ փաստաբանները խոսում են այն մասին, որ սա հետապնդում է 7 սրբազանների նկատմամբ, որ սա հատուկ քաղաքական նպատակներով է արվում, սա արվում է եպիսկոպոսաժողովը տապալելու համար։ Ինչ է կարծում։ Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում ինչ կատարվում է, նույնիսկ այն ակնհայտ սպանությունն էլ կատարվի, ասելու են սա քաղաքական է, որ ինչ կատարվում է, ում կալանավորում են, ում ձերբակալում են, ում վրա քրեական գործ է հարուցվում, բոլորը քաղաքական են։ Նախընտրական process-ը ամեն ինչ պետք է քաղաքականացնեն, բայց այն ինչ կատարվում է եկեղեցու մնացածի շուրջ, դա ակնհայտ էր, դա մի հոգով չէր, դա անընդհատ դա շարունակական էր լինելու եւ այս բացահայտումները սպասելի էին ու դեռ սպասելիքներ կան։ Այսինքն, ինչպես նաև իրավաբաններից մեկն է տեղում հայտարարել, որ առաջիկայում նաև Գերագույն հոգևոր խորհրդի մնացած անդամների հանդեպ կարող են վարույթներ նախաձեռնվել, ընդհուպ խոսել է ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերյալ վարույթ նախաձեռնելու մասին, որտեղից այս արժանահավատությունը։ Դե երևի, գիտեք, երբ նայում ես տարիների ընթացքում, կատարվածները ու երբ ինքդ քո մեջը ասենց փորձում ես գտնել եզրերը, միևնույն է եզրերը տանելու են մինչև ամենաբարձրը, ցանկացած process-ում տենց է լինում, եկեղեցունն էլ ակնհայտ է, որ մինչև այդտեղ գնալու է process-ը, այդ սեփական, վերլուծությունների արդյունքում եզրակացություն եմ ասում, երևի իրենք գիտեն ինչ է սպասվում իրենց, երևի մի թիմ են, դրա համար էլ այդքան տեղեկացված է եղել իրավաբանը։ Այնուամենայնիվ Տիկին Խաչատրյան, տեսեք, տևական ժամանակ է այս օրակարգը կա, եկեղեցին բարենորոգելու հիմա եպիսկոպոսատ ժողովը, որ պիտի փետրվարին կայանար Ավստրիայում, հնարավոր է այս դեպքերի պատճառով Գիտեք, եկեղեցին ինքը եկեղեցականներ որոշ, իրենք որոշել եւ ընտրել են քաղաքականություն, իրենք մտել են քաղաքականություն եւ իրենք զբաղվում են քաղաքականությամբ։ Եթե նույնիսկ ստանում են քաղաքական գնահատականներ, եթե նույնիսկ լիներ քաղաքական հետապնդումներ, դա քաղաքական գործիչների հանդեպ է կատարվում, ոչ թե եկեղեցականների։ Բոլորը խառնում են եկեղեցին եւ մի քանի եկեղեցականների իրար, այստեղ է մեր խնդիրը, որ եկեղեցին ու որոշ եկեղեցականների մենք չպետք է նույնացնենք։ Այստեղ process-ներ են գնում մարդկանց հետ, ովքեր կոնկրետ քաղաքական գործիչներ են, ովքեր մտել են քաղաքականություն, ովքեր Քոչարյանի ասուլիսից հետո, որ ասեց եկեղեցականները պետք է մտել են քաղաքականություն հենց այդ հորդորով ու գնում են հենց այդ կիցն են անում։ Այստեղ կոնկրետ քաղաքականություն է եւ իրենք ստանում են թե քաղաքական գնահատական հանրության կողմից ու քաղաքական գործիչների կողմից եւ թե նաեւ այս պահին արդեն իրենք քրեական տարբեր հոդվածներով են մեղադրվում։ Տիկին Խաչատրյան, դուք էլ նշեցիք ձեր խոսքում, որ նախընտրական շրջան է, այո, ամեն ինչ բնականաբար պետք է քաղաքականացվի, բայց այնուամենայնիվ ինչ է կարծում, այս իրավիճակը որքան կարող է տևել, այսինքն խոսակցություններ կան, որ օրինակ ամենայն հայոց կաթողիկոսը միևնույն է չի հեռանալու, մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ, հետո ընտրություններով պայմանավորված կհասկանա կամ կորոշի։ Գիտեք, երբ նայում ես այն ինչ կատարվում է եկեղեցու շուրջ, այն ինչ կատարվում է այս ամբողջ process-ում, իսկական աստվածապաշտ, իսկական Աստծո ծառա, հոգևորականը, այս դեպքում կաթողիկոսը մեր, ինքը պետք է եկեղեցին ու հասարակությունը չկտրեր իրարից եւ ինքը պետք է իր կամքով հեռանար։ Եվ քանի որ ինքը չի հեռանում, այս ակնհայտ տեսնում ենք, որ ինքը չի գնում ու չի գնալու, հետեւաբար կարելի է եզրակացություններ անել, որ կան ինչ պատճառներ, ինչի համար ինքը պայքարում է, որպեսզի մնա սեփական կաշին փրկելու, ինչպես անում էին օրինակ քոչարյանականները, որ աթոռի կռիվ էին անում, որովհետև իրենք ունեին սեփական, առնվազն իրենց ունեցվածքի պահելու մնացածի համար պայքար էր գնում եւ աղերս չուներ Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահի կամ Հայաստանի Հանրապետության շահի համար եւ հիմա էլ շարունակվում է։
Այս այդ նույն process-ն է գնում, ուղղակի այս process-ում ընդհանրապես եկեղեցու շուրջ է։ Իրենք դարել են մի բրոնզք, հա, նախկին իշխանություններ այս եւ եկեղեցական որոշ մարդիկ եւ իրենց ինչպես կեղծված ընտրություններով ընտրված իշխանություններն են խնդիրներ ունենում, այնպես էլ այս պահին ունի կաթողիկոսը մերժված մի մասի կողմից, մի մասը ով իր թիմն է եղել իրեն պահում է, այսպես իրենք ներքին կռիվ են անում, նույնիսկ այս պահին եթե հասարակությունը եւ իշխանությունը բոլորը հերու մնան եկեղեցու այս թեմաներից եւ սկսեն այլևս չխոսել, չխառնվել, իրենք ներսից են իրար ուտելու։ Այսինքն դա աթոռակռիվը շարունակվել է, այստեղ աթոռակռիվը, այստեղ ինչ որ բաների համար պայքար է գնում, ինչ որ բաներ կորցնելու վախ կա։ Որովհետև առնվազն նորից եմ ասում, ես իմ պատկերացմամբ կաթողիկոսը Աստծո տնից, Աստծո ծառան, հա, Աստծո տնից հասարակությանը չպետք է կտրեր եւ չպետք է երկու կողմին իրար կռվածներ եւ ինքն իր կամքով գներ, ասեր, եթե ես եմ խնդիրը, ես գնում եմ, թող եկեղեցին հասարակությունը չկտրվի եկեղեցուց։ Եվ քանի որ վերջին շրջանում տեսնում ենք, որ շատ գործեր եւ դժգոհություններ արդեն տեղափոխվել են դատական համակարգ, տեսեք այս ամբողջի սկիզբը դրվեց Գևորգ Սրբազանի հայցով, ըստ էության, որը կաթողիկոսի եւ մայրաթորի դեմ հայց էր ներկայացրել, որպեսզի թեմում իր առաջնորդությունը վերականգնի եւ հիմա նաեւ այս 6 եպիսկոպոսներին քննչական կոմիտե կանչել է, կապված են նույն գործի հետ։ Այստեղ էլ դժգոհություններ կան, որ ինչպես կարող է դատական համակարգը խառնվել եկեղեցու գործերին, այդ մասին անգամ միջազգային փաստաբան Ամստերդամն էր հայտարարել, որ սա հակասահմանադրական է։ Եկեղեցին սահմանադրությունից դուրս է, եկեղեցականը մարդ է, ով ցանկացած հանցանքանելու դեպքում պարտավոր է պատասխան տալ օրենքի առաջ եւ եթե դու եկեղեցական ես, եթե դու կաթողիկոս ես կամ որևէ կերպ ինչ որ բարձր դիրք ես զբաղեցնում եկեղեցում, դա չի նշանակում, որ դու կարող ես ամեն ինչ անել։ Այսինքն, եթե դու եկեղեցական ես, կարող ես մարդ սպանել ու չպատժվել։ Իհարկե ոչ։ Սա կոնկրետ մարդ է, եկեղեցականը նույնպես մարդ է, որը պատասխանատու է բոլորի նման օրենքի առաջ եւ նորմալ է, որ օրենքի առաջ իրենք պետք է իրենց արած որևէ բանի համար պատասխան տան։ Վերադառնանք նախընտրական տրամաբանության մեջ արված այլ հայտարարությունների։ Երկրորդ նախագահը օրերս ասուլիս տվեց եւ ասուլիսի ժամանակ հայտարարություններ հնչեց, որոնք կուզենամ միասին մեկնաբանենք։ Տիկին Խաչատրյան նախ եւ առաջ վերահաստատեց Ռոբերտ Քոչարյանը, որ 29000 8 կամ 700-ով, որը որպես կանոն միշտ չի հիշում, պետք չէ սահմանափակվել, մենք մեծ սփյուռք ունենք, ասաց, որ մեր սահմանը մեզ հերիք չէ, պետք չէ այդքանով սահմանափակվել։ Նախ հասկանանք, ինչ է սա նշանակում, արդյոք սա նշանակում է, որ Քոչարյանն ակնարկում է, որ ինքը նոր պատերազմ է պատրաստվում սկսել, բայց ում հետ, ինչ հողերի, տարածքների մասին է խոսում։ Երկրորդ զարմացած է Թրիփի այդ նախագծով, ասում է, որ դա Հայաստանի համար սպառնալիք է, եւ երրորդը զարմանքն է, որ արդյոք այդ ռելսերը ոսկուց են կառուցելու, այդ ինչ միլիարդների մասին է խոսվում, այդ ինչ միլիոնավոր դոլարներ ներդրումների մասին է խոսվում, այսինքն սրտնեղել է, որ միլիոնավոր դոլարներ Ամերիկայի Միացյալ Նահանգները ներդնում է եւ հարց է ուղղում ոսկուց են այդ ռելսերը կառուցվելու։ Ինչպես հասկանալ ընդհանուր առմամբ Քոչարյանի ասուլիսը եւ նաեւ այս հայտարարությունները։ Վստահաբար այդ ռեյսերը չեն կառուցվելու հյուսիս-հարավ ճանապարհի նման, ինչպես Քրքորյանի ուղարկած փողերով ինքն էր կառուցում ճանապարհ, կառուցվելու է նորմալ, ոնց պետք է եւ այո միլիոնավոր դոլարներ են ներդրվում Հայաստանի Հանրապետությունում այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, որը շատ կարեւոր է, որից պետք է ռուսական, հա, Պուտինի սրտի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը վատը զգար, այստեղ զարմանալու ոչինչ չկա, ինքը պետք է դժգոհի ամեն ինչից, ինչը ոչ Ռուսաստանի կողմից է արվում, հետեւաբար իր կողմից այդ զարմանքը, իր կողմից այդ դա զարմանք չէր, իր կողմից դա արդեն ցնցումներ էր, որ իրենց պրոռուսական ուժերը Հայաստանի Հանրապետությունում ոչնչանում են այս ընտրություններով իր քաղաքական գերեզմանը կտեսնի Ռոբերտ Քոչարյանը վստահաբար Ռոբերտ Քոչարյանը եւ ռուսական բոլոր այդ ուղղվածություն ունեցող քաղաքական ուժերը Ռոբերտ Քոչարյանը
այնքան զարմանալու բան ունենք մենք Քոչարյանի հայտարարությունից, ինքը նաև վերահաստատեց, որ ինքն է տեխնացուն, չէ, եւ շատ լավ է, որ ինքն է տեխնացուն, որտեվ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հենց իր դեմքը տեսնելով արդեն գիտի ինչ ընտրություն պետք է կատարի։ Ինքը հակառակ կարծիքին է ասած, սոցիալական հարցումները որպես կանոն միշտ ցույց են տվել, որ իր դեմքով ներկայանալը ավելի շատ Սոցիալական հարցումներն այնքան տարբեր բաներ են միշտ ցույց տվել։ Սոցիալական հարցումները Երևանի ընտրություններին երկրորդ քաղաքական ուժ ցույց էին տալիս Մանեթ Անդիլյանենցը քաղաքական ուժ, իսկ ուրեն հիմա իրենք։ Այնպես որ սոցիալական հարցումները լրիվ հակառակ էֆեկտ են։ Գիտեք, Ռոբերտ Քոչարյանը միշտ սովոր է եղել, որ տարբեր սոցիալական հարցումներ է պատվիրել, արդյունքում լրիվ ուրիշ հարցումներ է հրապարակել, հիմա էլ երևի իր սոցիալական հարցումներ անողներն են իր իշխանավարման տարիներին, որ ինքը 50+60-70% քվե ուներ, երևի նման բաներ են իրան սոցհարցումներ են անում ու դեր կայացնում։ Եվ կանխատեսելի էր իհարկե Տիկին Խաչատրյան, ռուսական մամուլում տեղ գտավ Քոչարյանի ասուլիսը, ասուլիսում հնչած որոշ հայտարարություններ, մասնավորապես այն մասին, որ Քոչարյանը զգուշացնում է, որ Ռուսաստանի նման երկրի հետ չարժե այնպես վարվել, ինչպես հիմա իբրև թե Հայաստանն է վարվում, եւ Ռուսաստանը այնպիսի ռեսուրսներ ունի, որ կարող է գործողությունների գնալ, նման մոտավորապես նման հայտարարություններ։ Քոչարյանին ինչ գրել տվել էին Ռուսաստանից, նա ինքը դա հայտարարել էր, նույնն էլ իրենց գրածը իրենց եթերներով հրապարակել են, ոչ մի զարմանալի բան։ Հայտարարություններից անդին արդյոք մտահոգվելու տեղիք չկա, արդյոք որևէ քայլեր կամ գործողությունների չի կարող գնալ։ Իհարկե չկա, Ռուսաստանը այսօր այն վիճակում է, որ թող ինքը իր սեփական սահմանները պահելու, իր սեփական երկրի մասին մտածի եւ ոչ թե Հայաստանի Հանրապետությունում։ Հենց այդ չկա, իրենց այդ ցնցումներ, իրենց այդ հիստերիկաները դրան վառապացույցն են, որ իրենք կորցրել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վստահությունը, իրենք կորցրել են Հայաստանի Հանրապետությունում իրենց ունեցած այն դիրքը, որով կարողանում էին կտոր Հայաստանի Հանրապետությունը տալ Ադրբեջանին, կտոր Հայաստանի Հանրապետությունը ծախել կամ բարդ գույքի դիմաց խլել, իրենք կորցրել են այդ բոլոր հնարավորությունները եւ դա իրենց հիստերիկան է, որը արտահայտում են Քոչարյանների բերաններով։ Լավ, Ռուսաստանը միայն Քոչարյանի վրա չէ, որ հենվում է, կարծում եմ դուք էլ լավ գիտեք եւ պատկերացնում եք, որ Սամվել Կարապետյանը իր բիզնեսները, որ պորտալարով կապված է Ռուսաստանի հետ, ակնհայտ ներկայացնելու է նաեւ պրոռուսական շահեր, այստեղ արդեն Կարապետյանի շարժումը վերածվել է կուսակցությունը արդեն ներկայացրել է որոշակի իր անելիքների մասով 300,000 աշխատատեղից արդեն խոսում են նոր նախարարություններ բացելու մասին, իհարկե Սարգիս Կարապետյանը երեք, այսպես ասած, մաստեր կլաս է ցույց տվել ու մի ոդքասթի ժամանակ խոսել է, թե ինչեր են էլ պատրաստ անել, ինչպես հասկանալ նաև այս հայտարարությունները եւ այդ ոդքասթի դրանից սկսեմ, ես դեմ չեմ սեքսի նախարարություն բացելուն, բայց մի պայմանով, որ Սարգիս Կարապետյանի ընտանիքի կանայք լինեն առաջին շահառուները այդտեղ եւ ինքը թող չփորձվի Հայաստանի Հանրապետության կանանց որևէ մեկին որևէ կերպ վիրավորելու, եթե իրենց ընտանիքում կան անբավարարվածություն ունեցող կանայք, թող չխառնի Հայաստանի Հանրապետությունում բնակվող կանանց հետ։ Դա Ռուսաստանից եկած անբավարարվածություն է, որը կարող ենք Հայաստանում բուժել վստահաբար առանց այդ նախարարության մեր առողջապահության նախարարությունը կհոգա դրա մասին, կարող են գալ Կարապետյանների ընտանիքի կանայք, խնդրեմ։ Ես կմիջնորդեմ Երևանի, բուժհաստատություններին իրենց բուժման անվճար պրոցեսը անելու համար։ Ինչ վերաբերվում է առհասարակ իրենց process-ներին, որ սկսել են, իրենք ի սկզբանե սկսել են ճիշտ տեղում, ճիշտ վայրում, իրենք 2 օր առաջ արեցին իրենց այդ 5 կետերի բանը կրկեսում, արենայում, ճիշտ տեղում, կրկեսում խաղում են իրենց կրկեսային դերը, շատ լավ տեղում։ Իրենք, տեսեք, մի քիչ առաջ խոսեցինք, նաև որ ասում ենք իրենք process-ն է, ես համարում եմ, որ այս սկսված process-ը նույն պատկերն է, ինչ ուներ չեմ կարողանում հիշել, ինչպես էր, ոնց էր Մանեթ Անդիլյանենց կուսակցության պատկերը, որ եկավ process-ներում մի քիչ շատ են գերագնահատում իրենք սպառվեցին, շատ սխալ ստարտ սկսվեց եւ իրենք հենց այդ
իրենց այս հայտարարություններով, այս իրենց դեբիլիզմով, հա, որով զբաղվում են, այս արտահայտություններով, որով անում են, որով փորձում են վիրավորեն, իրենք տապալում են հենց իրենց չսկսված, չկայացած քաղաքական process-ը։ Նորից եմ ասում, իրենք եկել են այստեղ կրկեսը արագ բացեցին եւ կրկեսում խաղում են կրկես ոչ մի աղերս չունի իրենց արած process-ները քաղաքականության հետ Իսկ խոստումները Նարեկ Կարապետյանը խոսում է կամ 5 կետերի մասին իրենք զբաղված են քաղաքական բան գողություններով հա գողության process-ներով տեսեք մենք հայտարարել ենք երևի մի 6-7 ամիս առաջ որ մեր նախընտրական ծրագրի անունը A5 է լինելու եւ մեկ էլ չգիտես ինչի իրենք որոշեցին դա իրենք խոսում են որոնք տարիներ շարունակ այստեղ ասվել է իրենք խոսում են իրենք նստած նայում են երեք թե Արամ Սարգսյանի օրինակ հարցազրույցները ու դրանից բան են անում սղագրումներ են անում ու սկսում են խոսել այն ինչ իրենք խոսում են անիրական մենք Նարեկ Կարապետյանին մեր տղաները օրինակ հրավիրել էին մեր մոտ տաղավար ոդքասթի եւ խնդրում էին իր ասածների հա ուզում էին իր ասածների պատասխանները տար բնականաբար ինքը վախեցավ չեկավ Այնպես որ նորից եմ ասում, սա false start է, որ իրենք տվել են ու իրենք քաղաքական process-ն է, մինչև ընտրություններ կտեսնենք, որ դժվար թե իրենք լուրջ process-ներով հասնեն։ Տիկին Խաչատրյան, որքան է որ մենք դրանք որակենք երբեմն որպես պոպուլիստական հայտարարություններ, հաճախ եմ լսում այս տաղավարում նման որակումներ, բայց այնուամենայնիվ փոքր բիզնեսը չի հարգվելու, 300,000 աշխատատեղ, բարձր աշխատավարձ, երիտասարդների համար, չգիտեմ, տուն ձեռք բերելու բացառիկ պայմաններ, դեղերի գները իջեցնելու են, ինչ որ մի կախարդական փայտիկով Հայաստանում կարծես թե ամեն ինչ բոլորը դառնալու են չաղ ու բախտավոր ժողովրդական ասած։ Դա չի կա որևէ ազդեցություն ունենալ որ կա մի մարդ Հայաստանի Հանրապետությունում ով կգա իշխանության ու չի ուզենա լինի այդ ամեն ինչը միանգամից բայց մարդիկ հասկանում են հնարավոր է ինչն է հնարավոր ինչը չէ եւ այդ չեն ասում անհնարինները քաղաքական process-ներում լավ եթե իրանք ընտրվեցին իրենց այս խոստումներով ու մարդիկ տեսան չկա իրենք պատկերացնում են ինչ կլինի իրենց հետ այսինքն իրենք ինչ են կարծում իրենք են կեցական իշխանության էլի տարբեր կեղծակեղծիքներով մնացածով կարող են իշխանություն փայլ իհարկե իրենք հնարավորություն չունեն իշխանության գալու նույնիսկ մոտ գալու հնարավորություն չունեն որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում այն ուղղվածությունը քաղաքական այն ուղղվածությունը աշխարհակաղակական ինչ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացին 20 պատերազմով եւ դրանից հետո արդեն եղած process-ներով նաեւ գիտի եւ տալու է պատասխանը գնահատական իրենց աշխարհակաղակական գնահատական են իրենք ստանել այստեղ ինչքան էլ իրենք փորձեն ազդել այն չգիտակից չկրթված մասայի վրա որոնք կարող է հավատան որ այս ամեն ինչը լինելու է բայց բարեբախտաբար Հայաստանի Հանրապետությունում շատ քիչ է այդպիսի ժողովուրդ Այսինքն իրենց հնարավորությունները այսպես թե այնպես մեծ չեք գնահատում թեև նման խոստումների Ես իրենց որպես քաղաքական process-ում չեմ տեսնում Մրցակից չեք համարում որպես ընդդիմադիր ուժ իրենք մրցում են Քոչարյան եւ իրենք իրար հետ իրենք մի գծի մեջ են նույն աշխարհակաղակական տիրոջով եւ իրենք իրար հետ պետք է մրցեն իրենք մրցելու չունեն քաղաքական եւ ոչ մի ուժի հետ Լավ, քաղաքական ուժերից խոսենք նաև Տիկին Խաչատրյան։ Իսկ կա ծրագրային գաղափարական, այսպես ասեմ, այսօր մրցակցություն քաղաքական դաշտում, քաղաքական ուժերի մեջ կան այն առողջ ուժերը, որի մասին տևական ժամանակ է խոսվում։ Իհարկե կան եւ հենց Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է ես բազմիցս եմ ասել, այս ընտրություններին նայեն կենսագրություններ, նայեն հնարավորություններ, նայեն քաղաքական ծրագրեր, նայեն խոստումներ ու նայեն ինչ կարող է անձը քաղաքական ուժը անել, թե որպես ընդդիմադիր, թե որպես իշխանություն Հայաստանի Հանրապետության քաղաքացին նույնիսկ ընդդիմություն ընտրելով պետք է շատ մտածված ընտրի, որովհետև մեր երկիրը լուրջ բարեփոխումների կամ ինչպես ասեմ աշխատելու կարիք ունի եւ երկիրը պետք է աշխատեցնել եւ ընդդիմությունը նույն իշխանության մի մաս է համարվում իշխանությունը ընդդիմությունն էլ իր մասով է իշխանություն եւ այդ իշխանությունը ընտրելով էլ նույնիսկ պետք է քաղաքացին մտածի ում է տալիս իր ձայնը որպես ընդդիմադիր եւ ընդդիմություն որպես այս մարդը ինչ կարող է անել ազգային ժողովում ինչ կարող է անել process-ներում հա քաղաքական
որովհետև դա շատ կարևոր է, թե արտաքին հարաբերությունների շփումների առումով, թե ներքաղաքական շփումների առումով, ինքը շատ կարևոր է, թե դու ում ես տալիս որպես ընդդիմություն նաև քո ձայնը։ Ընդդիմությունը նաև իշխանություն է, ինչպես երբեմն նաև ազգային ժողովում է հնչում, բայց այդ գիտակցումը արդյոք կա արդեն մեր ոչ չկա, այս պահին ազգային ժողովում ինչ կա, ես գիտեք, այնքան սևի ու սպիտակի է բաժանված հասարակությունը, որ մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ այո, ընդդիմություն ընտրելուց էլ մենք ընտրում ենք Հայաստանի Հանրապետությունում կառավարում, ճիշտ կառավարում կազմակերպում։ Հենց դա պետք է մարդկանց հասցնենք, որ ճիշտ հասկանան ու ընտրեն։ Տիկին Խաչատրյան, խոսենք նաև հայ-ադրբեջանական հարաբերություններից, տեսնում ենք, որ վերջին շրջանում դրանք սկսել է ավելի դինամիկ առաջ շարժվել, Ռուսաստանից հերթական չափականակցորենն է հասել Հայաստան, կրկին Ադրբեջանի միջոցով, երկաթուղու միջոցով, ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում հայ-ադրբեջանական խաղաղության process-ը եւ այս գործընթացները, որ կան, տեսեք նույն խորհրդարանական ընդդիմությունը որոշ ուժեր, որոնք այսպես թշնամացել էին թե թրիփի, թե օգոստոսի 8-ին կնքված նախաստորագրված պայմանագրի հետ խաղաղության եւ պնդում էին, որ դա իրականություն չի դառնալու։ Հիմա երբ արդեն հողի վրա կարծես թե խաղաղության պտուղներ կան, երբ Ադրբեջանի հետ որոշակի առևտուր կա, հիմա սկսել են ադրբեջանական բենզինը տորպետահարել եւ կամ Ադրբեջանի տարածքով Հայաստան եկող ցորենի կարգն են որոշում։ Ինչպես հասկանալ նաեւ այս գործընթացները, այսինքն էլի նախընտրական տրամաբանության մեջ։ Իհարկե նախընտրական տրամաբանության մեջ է, որովհետեւ ես չեմ կարծում, թե կա մի քաղաքական գործիչ, որը կարող է հայտարարել եւ անել այդպես, կարող են հայտարարել, նախընտրական process-ներ են, ամեն ինչ կարող են ասել, բայց չկա մի քաղաքական գործիչ, որը կգա ու չեղյալ կհամարի խաղաղության պայմանագիրը։ Չկա տենց քաղաքական, այսինքն գնում ենք պատերազմի, արդյոք պատրաստ ենք պատերազմի։ Մենք պետք է նայենք մենք ինչ հնարավորություններ ունենք եւ կա Հայաստանի Հանրապետությունում մի ծնող, մի տղայի մայր ու ոչ միայն մի հայ մարդ, որը ուզում է պատերազմ, որը ուզում է նորից զոհեր, իհարկե չկան եւ խաղաղության պայմանագիրը, որ խաղաղության պայմանագրից խոսում են դա ընդհանրապես քաղաքական process-ների շահարկումներ են, որովհետև նորից եմ ասում, վստահաբար եմ ասում, չկա այնպիսի մարդ, որը կգա ու չեղյալ կանի խաղաղության պայմանագիրը։ Իսկ որ հայտարարում են օրինակ նույն հաջողությամբ այդ մասին խոսեց նաև Ռոբերտ Քոչարյանը, որ թրիփին պետք է երկրորդ երաշխավոր կողմ, այդ թվում Ռուսաստանը, Չինաստանը։ Ռոբերտ Քոչարյանը ինչ խոսում է Ռուսաստանի շուրջ եւ դա հենց այն ցնցումներն են, որ Ռուսաստանը չկա ոչ մի process-ում մասնակցություն չունի։ Իր ամբողջ հիստերիան դրա մասին է, որտեղ ինքն է Ռուսաստանի տեխնացուն, ինքը եւ մի քանի իր նմաններ են Ռուսաստանի տեխնացուն այստեղ, այստեղ իրանք պետք է կռվեն իրար դեմ, հա, ռուսական բոլոր քաղաքական ուժերը պետք է կռվեն իրար դեմ, որպեսզի իրենք ցույց տան, որ ես ամենաուժեղ տղեն եմ Հայաստանում, բայց Հայաստանում իրենց ուժեղ տղա լինելու ժամանակները վաղուց անցել են։ Նաև ուժեղ բանակցողից են հաճախ խոսում, որ պետք է ուժեղ բանակցող, որ այդ բանակցությունները կարողանա տեղ հասցնել։ Գիտեք, բանակցություններից առնվազն Ռոբերտ Քոչարյանն ամենաքիչը պետք է խոսա, մենք Մեղրի փոխանակման տարբերակի բանակցությունները շատ լավ հիշում ենք ու անընդհատ ասելու ենք, անընդհատ հիշեցնելու ենք ժողովրդին, որի մասին անընդհատ խոսում է Վազգեն Սարգսյանը, այնպես որ բանակցություններից թող չխոսի Ռոբերտ Քոչարյանը։ Իր բանակցություններն իմացել ենք, իր բանակցությունների արդյունքում, իր բանակցությունների ընթացքում էլ Հայաստանի Հանրապետությունում եղել է հոկտեմբերի 27։ Բայց այնուամենայնիվ թրիփին անդրադարձել էր նաև Զախարևան, անմիջապես Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո նախ լսեցինք Լավրովի զայրույթը, կրկին կապ ուներ Եվրամիության հետ Հայաստանի, այսպես ասած, հարկադրված մերձեցմանը, Լավրովը հիշեցնում էր, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել եւ ԵԱՏՄ եւ ԵՄ անդամ եւ պատժել էին, չէ, պահանջում են մարդկանց, ով Հայաստանն ուզում է տանել Եվրամիություն, մենք պատրաստ ենք Հայաստանը տանել Եվրամիություն, մենք հավաքել ենք 60 եւ պլյուս 1000 ստորագրություն եւ թող փորձի այդ պատժամիջոցներն իր կիրառել մեր վրա։ Մենք շարունակելու ենք մեր նույն process-ը։ Հիմա Զախարևան էլ հայտարարում է, որ իրենք քննարկում են եւ փորձում են հասկանալ, թե ինչպես կարող են մասնակից դառնալ TRIP պրոյեկտին, թեև Զախարևան նաեւ ակնարկում է, որ դա դեռևս բանակցությունների փուլում է, այն իրավական որևէ ուժ չունեցող փաստաթուղթ է եւ հստակ չէ այն կյանքի կկոչվի թե չէ, բայց մենք ուզում ենք հասկանալ, թե ինչպես կարող ենք մասնակցություն ունենալ։ Ռուսաստանը չի ուզում հրաժարվել այն մտքից, որ չի ուզում, ինքը Հայաստանից կոկորտից բռնած Հայաստանի գնում է առաջ եւ
բնականաբար իրենք պետք է հիստերիկ ցնցումներն ունենան։ Ընտրություններից առաջ ինչ սպասել Տիկին Խաչատրյան, որովհետև գիտեք ամենատարբեր առաջ իրենք ամեն սցենարի պատրաստ են, իրենք ամեն ինչ փորձելու են, բայց իրենց ցանկացած արածման Հայաստանի Հանրապետությունում ձախողվում է, որովհետև իրենց ցանկացած բերած մարդ, քաղաքական process, իրենց ցանկացած քայլ քաղաքական process-ներում մատնում է իրենց մասնակցությունը եւ այն մասում, որտեղ կա Ռուսաստանի Դաշնության մասնակցության որևիցե կետ երևացող Հայաստանի Հանրապետության քաղաքացին ուղարկում է գրողի ծոցը, ուղարկելու է ընտրություններով։ Գյումրիում մենք հակառակ պատկերը տեսանք, հիմա կարծես թե Գյումրիում լրիվ այլ պատկեր էր, Գյումրիում ավելի լրիվ անձերի էր։ Գիտեք, մարզային համայնքային ընտրությունները եւ համապետական ընտրությունները անհամեմատելի են։ Համայնքային ընտրություններում գործում է անձերի հետ կապված այդ տասովկայի, այսպես ասած, process-ը, որը Գյումրիում եղավ ու գյումրեցիներին նաև խաբեցին, որ իրենք չեն միանալու, իրենք ընտրեցին երկու հակադիր ուժեր, որոնք ունեն արյունով թշնամանք, բայց կարծես թե արյունը մոռացվեց, որովհետև արանքում կար քաղաքական պատվերներ։ Այսինքն այդ սցենարը բացառում եք այն դեպքում, որ բացառում եմ Քոչարյանը հայտարարեց, որ իրենք բլոկներով են գնալու։ Իրենք բլոկներ, հիմա այդ բլոկներից չեք վախենում։ Բացարձակ։ Այն ինչի մեջ կա մասնակցություն, Քոչարյանը վաղուց ուղարկված է քաղաքական գերեզման։ Եվ ինքը այս ընտրություններով ինքը իր Քոչարյանի կռիվը հիմա այս պահին հա Քոչարյան եւ Կարապետյաններ կռիվն է գնալի, որովհետեւ իրենց ընտրողը այդ պրոռուսական ընտրողը մի տեղ է եւ իրենք իրար պետք է ուտեն, իրենք իրար պետք է նա քաղաքական գզվրտոցով զբաղվեն, իրարից ձայն տանեն, որովհետեւ իրանց ընտրողը Հայաստանի Հանրապետությունում շատ քիչ է մնացել։ Եվ Հանրապետություն կուսակցությունը պարզ դարձավ, որ դաշնակով չի գնալու, առանձին է մասնակցելու ընտրություններին։ Նաև կուզենամ ձեր ծրագրերի մասին խոսեք ու խոսենք այն մասին, թե հասարակությունը, հանրությունը ինչի պետք է ընտրի հենց Հանրապետություն կուսակցությանը։ Հենց աշխարհակաղակական ու տարբեր մոտեցումներով ելնելով պետք է ընտրի Հանրապետություն կուսակցությունը։ Մենք երբ խոսում ենք Եվրոմիությունից, մենք երբ խոսում ենք Հայաստանը պրոռուսական process-ներից անելու, դրա մեծ մասնակցությունն ու ամենամեծ կտորը մասնակցության ունեցել է Հանրապետություն կուսակցությունը Հայաստանում, ով արել է նախագիծ, այլ ուժերի հետ համատեղ իհարկե, բայց արել ենք նախագիծ, 60,000 ստորագրություն ենք հավաքել եւ կյանք ենք կոչել այն process-ը ինչ էս պահին գնում է։ Մենք միշտ ասել ենք, որ մենք Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիները սովոր են, որ Հայաստանում պետք է ընդդիմությունը լինի, իշխանություն ընդդիմություն հարաբերությունները լինեն իրար հայհոյելով, իրար ինչ ասես ասելով, թշնամանքով, նույնիսկ իրար սպանել ուզելու ցանկությունով, հա, բայց մենք ասենք, որ ես բազմիցս ասել եմ, որ 18 թվականից հետո, հա, Հայաստանի Հանրապետությունում վերջացել է այն մահապարտ ընդդիմություն լինելը, որը մենք ենք եղել տարիներ շարունակ։ Այսօր ընդդիմությունը կարողանում է խոսել ազատ, այսօր կարողանում է ընդդիմությունը արտահայտել իր մտքերն ազատ։ Ու հետևաբար մենք չենք լինելու այն ընդդիմությունը, ինչ պատկերացնում է, հա, ինչին սովոր է քաղաքացին։ Եվ այն process-ները, որը գնում են հիմա, մենք թե աշխարհակաղակական, թե ներքաղաքական տարբեր process-ներով մեր ընդդիմադիր գործունեությունը ցույց տալով, հասարակությունը շատ մարդ մտածում է, որ սա ընդդիմադիր գործունեություն չի, բայց մենք պետք է սովորենք, հասարակությունը պետք է սովորի, որ ընդդիմությունը մահապարտ չէ, ընդդիմությունը գաղափարական է լինում, ընդդիմությունը իր աշխատանքով է ցույց տալիս, որ ընդդիմություն է։ Մենք process-ներում գնալու ենք, մենք գնում ենք ընտրության եւ գնում ենք ընտրության վստահաբար վստահ քայլերով մենք մասնակցում ենք ընտրության մեծ ակնկալիքներով եւ ոչ թե փոքր տոկոսներով ազգային ժողով մտնելու մենք գիտենք որ մենք ընտրություններին ունենալու ենք շատ լուրջ քվե ու մենք գնում ենք մեր քվեի հետևից դա հանրային պահանջ ենք համարում նաեւ ես որ կա հասարակության կողմից պահանջ որ մենք պետք է մասնակցենք ընտրություններին եւ մենք մասնակցում ենք ընտրություններին Տիկին Խաչատրյան, ես ճիշտ հասկացա, որ ընդդիմության նկատմամբ վերաբերմունք նաև պիտի փոխվի հասարակության մոտ, ինչպես դուք ասացիք, ընդդիմությունը մահապարտ չի կարող լինել եւ ընդդիմություն իշխանություն դա միմյանց
ճակերտավոր ասած սպանելու մասին չի կամ սպանելու ցանկության մասին չի։ Գիտեք, ընդդիմությունը պետք է օգնի իշխանությանը, գաղափարական առումով, պետք է օգնի աշխատանքային առումով, պետք է իշխանության բացերը վերհանի, իշխանության թերությունները վերհանի, նաև տարբեր աշխարհակաղակական հարթակներում պետք է օգնի պետությանը, պետությանն է օգնի, ընդդիմությունը պետությանը պետք է օգնի, ընդդիմությունը պետք է օգնի պետությանը, որ աշխատի իշխանությունը։ Եվ 26 թվականի ընտրությունները, եթե շատ կարճ Տիկին Խաչատրյան, դրանք պարզապես քաղաքական իշխանություն ձևավորելու մասին են, թե ավելին են, կարծես թե ամենաբախտորոշ ընտրություններն են սպասվում։ 26 թվականի ընտրություններով Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է որոշի, պետք է ընտրախցիկ մտնելուց առաջ ինքը պետք է հասկանա, որ ինքը ձայն է տալիս հոկտեմբերի 27-ը Սուրբ ակտ համարողներին, թե չհամարողներին։ Ինքը տալիս է Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխանությունը սակարկողներին, թե հակառակը։ Այստեղ Հայաստանի Հանրապետության անկախության ընտրությունն է լինելու այս ընտրությունը։ Մենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ընտրություն է կատարելու Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Ընտրում է գուբերնիան, Ռուսաստանի մի գյուղ դառնալը Հայաստանի Հանրապետության, թե Հայաստանի Հանրապետության անկախությունը, որը այդքան երեխեքի արյունով պահվել է տարիներ շարունակ։ Շնորհակալ եմ Տիկին Խաչատրյան։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Հանրապետություն կուսակցության անդամ Անի Խաչատրյանի հետ։ Կհանդիպենք։